Այսօր խոսելու եմ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի գնեք ձեր ցանկալի բիզնեսը Կալիֆոռնիայում։ Այս գործընթացի մեջ կարևորագույն փաստաթուղթը գնման պայմանագիրն է, որը ներառում է տվյալներ կողմերի վերաբերյալ, վաճառքի գինը եւ ամբողջ անհրաժեշտ պայմանները, ինչ որ պետք է գնումը ճիշտ կազմակերպելու համար։ Մյուսը վաճառքի ակտն է, որը ապացույց է, որ բիզնեսը փոխանցվել է գնորդին, եւ սա սովորաբար ստորագրվում է փակման օրը։ Մյուս անհրաժեշտ պայմանը փակման հայտարարագիրն է, որով ամփոփվում է գործարքը, գումարը վճարվում է եւ վերջնահաշվարկն է կատարվում։ Բիզնեսի գնման գործընթացում կարևոր է նաեւ չմրցակցելու համաձայնությունը, որով որ վաճառողը պարտավորվում է նմանատիպ բիզնես չբացել հարող տարածքում։ Իսկ եթե վաճառողը կամ գնորդը LLC է կամ corporation-ի կարգավիճակ ունի, ապա այս պարագայում անհրաժեշտ կլինի corporative resolution ունենալ։ Մեկ կարևոր նախապայման էլ կուզեմ նշել, որ եթե գնվող բիզնեսը ունի ձեռք բերված լիցենզիաներ կամ թույլտվություններ, հիշեք, որ Կալիֆոռնիայում գրեթե բոլոր լիցենզիաները եւ թույլտվությունները փոխանցելի չեն, բացառությամբ մի քանի դեպքի դա հիմնականում վերաբերում է ալկոհոլի դաշտին, որի մասին այս բանը չեմ ուզի անդրադառնալ։ Բայց քանի որ արդեն տվյալ բիզնեսը ձեռք է բերել լիցենզիաներ եւ թույլտվություններ, դա նշանակում է, որ պայմաններին համապատասխանել է, ուստի ձեր համար ավելի հեշտ կլինի հետագայում ձեռք բերել ձեր անձնական լիցենզիաները եւ թույլտվությունները։ Եվ վերջում նորից հիշեցնում, որ ես կարող եմ ձեզ օգնել ձեր փաստաթղթերը ճիշտ կազմակերպելու, հարկի պրոֆեսիոնալ կազմակերպելու հարցում։